Կասեք ձեր պահանջը որն է այսօր, դուք ուղղակի մարզվող եք այստեղ։ Ես մուլտիվելնեսի աշխատակիցներից եմ, այստեղ ոչ միայն աշխատակիցներն են հավաքվել, այլ նաև հաճախորդները։ Բոլորը գրում են, անհանգստանում են, բազմաթիվ գումարներ են ներդրել, մարդիկ հարկադիր պարապորթի են ենթարկվել, մեր սեփականատերը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ այսօր պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է իրենց աշխատատեղերից։ Մեր աշխատաթիմում կան նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ։ Իրենք հիմնականում մեծ մասը աշխատում են մեր սեփականատիրոջ ստեղծած աշխատավայրերում եւ մեծամասնությունը ավելի շատ վարձով բնակվողներ են, որոնք ունեն օրվա վարձը տալու խնդիր, ունեն օրվա հացի ապրուստի խնդիր, ունեն վարկեր, ոչ մեկ դրա մասին չի մտածում։ Հարկադրաբար այդ մարդկանց զրկել են իրենց ապրուստի միջոցից։ Դուք տեղյակ եք Ծառուկյանը ինչ գործով է անցնում, ընդհանրապես ծանոթ եք մեղադրանքին ու նաև այս քաղաքական պրոցեսները պետք են վերաբերվել նաև աշխատակիցներին ու մարզվողներին։ Հետևում ենք մեր սեփականատիրոջ հետ կապված բոլոր գործընթացներին եւ շատ անհանգստացած ենք եւ նաև հոգեպես հոգով սրտով իր հետ ենք, բայց ոչ մի քաղաքական գործընթաց չպիտի տուժի մարդը, ոչ մի քաղաքական գործընթացի արդյունքում հասարակ քաղաքացին չպիտի տուժի, հասարակ քաղաքացին չպիտի զրկվի իր օրվա ապրուստի միջոցից։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված կամ ինչն է խանգարում, որ քրեական բարույթին օրինակ զուգահեռ այս մարզասրահը աշխատի։ Այդ հարցին բնավ չեմ կարող պատասխանել, որովհետև ինչ հիմա կատարվում է հասարակ տրամաբանությունից զուրկ է։ Որևէ մեկը չի կարողանում հասկանալ, ինչի համար պիտի քաղաքականությունից դրդված հասարակ քաղաքացին տուժի։ Մեր հաճախորդները բազմաթիվ գումարներ են ներդրել ակումբի անդամ դառնալու համար, անընդհատ ահա զանգում են մեզ, անհանգստանում են իրենց ներդրումների համար։ Մենք չգիտենք ինչ պատասխանենք իրենց։ Ներողությունը, եթե Արարատի դեպքում պատճառը կարծես այլ եղավ, այս դեպքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ խոշոր չափով հարկեր է թաքցվել։ Դուք տեղյակ եք դրանից եւ կարծես իրավական այսպիսի գործիքակազմ է առաջ քաշվում։ Իրականում նման լուրերից տեղեկանում ենք միայն սոցցանցերի միջոցով եւ որևէ քաղաքական դիրքորոշում չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքականությունից հեռու մարդիկ ենք, բայց այսօր ներգրաված ենք այդ քաղաքականության մեջ։ Բացատրեք, որ կենտրոնը հարկեր կթաքցներ։ Հնարավոր չի։ Ես իրենց ընտանիքին անձամբ ճանաչում եմ։ Իրենք նախ շատ աստվածավախ, շատ սրտաբաց, իրենք իրենց հասարակ այգեպանի հետ այնքան մեծ հարգանքով ու շնորհքով են վարվում մոտենում, որ կողքից նայում ես ուղղակի մեծ օրինակ են իրենք որպես մեծ մարդ, մեծ հայ ընտանիք, մեծ հայ բարերար լինելու։ Ընդհանրապես չեմ հավատում, որ որևէ սխալ արար կարող է լինել մեր սեփականատիրոջ կողմից։ Սա ուղղակի քաղաքական չոր գործողություններ են, որոնք ստիպողաբար տուժում են նաև մեր սեփականատիրոջ կողմից ստեղծված աշխատատեղերի մարդիկ։ Շնորհակալություն։ Կմոտենաք այստեղ